Պարոն Ահաբեկյան, արդյոք պետական մակարդակով կոռուպցիայի մասին չխոսում այն հանգամանքը, որ պարգևավճարներ են սահմանվում արդեն պետական օրինական ճանապարհով, այս մասին օրինակ օրերս փորձագիտական շրջանակները հայտարարեցին, որ կա կոռուպցիա, այն ավելին բարձրագույն կոռուպցիա բարձրաստիճան պաշտոնյաների շրջանակում, նկատի ունենալով բաժանված շատ բարձր պարգևավճարներ։ Դուք այստեղ կոռուպցիոն ռիսկեր տեսնում եք, թե սա Ռիսկ չի։ Եվ դուք ստացել եք այդ պարգևավճարները։ Եվ ինչքան եք ստացել, եթե ստացել եք։ Ես հարցին պատասխանելով ասեմ, որ պարգևավճարների հետ կապված բազմաթիվ անգամներ բարձրաբանումներ տրվել են։ Թվում նաև վարչապետ, խնդրում եմ մի ընդհատեք։ Ես խոսքը իմ տրված բարձրաբանման մասին չի, ես նշում եմ, որ բարձրաբանումներ տրվել են, այդ թվում նաև քաղաքական իշխանության ղեկավարության կողմից։ Ես որպես իրավաբան ես կարող եմ ասել, որ մենք կոռուպցիա հասկացությունը գնահատում ենք քրեական օրենսգրքի համապատասխան հավելված 1-ով, որտեղ նշված են կոռուպցիոն հանցագործությունների դեպքերը, հոդվածները։ Եվ ձեր նկարագրած իրավիճակում, երբ որ աշխատողին կառույցը պարգևավճար է տալիս, որևէ հոդվածի մեկնաբանման տիրույթում չի կարող դիտարկվել որպես կոռուպցիա քրեական օրենսգրքի։ Բայց խնդրահարույց չէ նման բարձր պարգևավճար բյուջեից դուրս գրել պաշտոնյաներին, այդ դեպքում նաև խնդրահարույց է, որ միայն բարձրաստիճան պաշտոնյաներին է շատ բարձր լինում։ Օրինակ բաժինների, ավագ մասնագետների բավականին ցածր պարգևավճար։ Այստեղ կոռուպցիա չկա, այսինքն ինչպես է բաժանվում այդ պարգևավճարները։ Ես բաժանման հետ կապված կարող եմ ասել, որ կա համապատասխան կարգ, կառավարության որոշմամբ սահմանված, ըստ կարգի, ըստ կատալոգականի պարգևավճարները բաժանվել են։ Հետևաբար այդ ամենը կարգավորված, իրավական ակտով կարգավորված process է եղել, որտեղ որևէ կոռուպցիոն հոդվածի հատկանիշներ ես որպես իրավաբան չեմ տեսնում։ Կառույցը ինչքան է գնահատվել եւ դուք ինչքան պարգևավճար եք ստացել։ Մենք այդ որոշմամբ սահմանված ցանկում ընդգրկված չենք, որպես առանձին մարմին եւ ես մասով որևէ Պարոն Ահաբեկյան, ձեր ելույթին հետևելով ես հասկացա, որ ժողովուրդ հերթով կներեք իմ հարցին կպատասխանեք, դուք անձամբ ստացել եք պարգևավճար։ Հակակոռուպցիոն կոմիտեում պարգևավճարներ եղել են ու առաջիկայում երբ որ մենք ներկայացնենք նաև հայտարարագիր, այդ հայտարարագրում մանրամասն նշված կլինի այն գումարի չափը, որը հակակոռուպցիոն կոմիտեի ցանկացած աշխատակից, այդ թվում նաև ես ստացել եմ եւ կհայտարարեմ բարձ հասանելի կտեսնեք այդ ամենը։ Պարոն Ահաբեկյան, ձեր ելույթին հետևելով հասկացա, որ շատ գոհ եք ձեր աշխատանքից ինքներդ գոնե, եւ դա կարող է ղեկավարությունն էլ գոհ լինել ձեզանից, բայց արդյոք կոմիտեի աշխատանքը արդարացրել է հանրության սպասումները, ինչ որ սպասում էին ձեզանից, որովհետև դուք մի կառույց եք, որ դա հանրության սպասումները պիտի արդարացնի։ Ես հակակոռուպցիոն կոմիտեի նախորդ տարվա աշխատանքը գնահատել եմ դրական, բայց որպեսզի գնահատենք լավ, կամ գերազանց, այդ առումով մենք ամենօրյա ռեժիմով մեծ աշխատանք ենք կատարում եւ խնդիրները, որոնք որ մեր առջև ծառացած են, փորձում ենք լուծել ամենօրյա ռեժիմով, որպեսզի արդյունքում հասնենք այն աստիճանին, այն մակարդակին, որը մեզ թույլ կտա ասել, որ իրականում մենք մեր կառույցի աշխատանքներից գոհ ենք։ Պարոն Ահաբեկյան, հիմա այդ անգլերենի դասընթացների հետ կապված, որ վարչապետի տիկնոջ հիմնադրամը հայտարարել է, դուք սպասում եք, որ ինչ-որ մեկը հաղորդում տա, թե այնուհանդերձ կուսումնասիրեք, ինչպես նաև ընդդիմադիրների հետ ուսման վարձերը վճարելու հետ կապված, մարզպետի օգնություն բաժանելու հետ կապված, պետք է անպայման լինի հաղորդում, որ դա ուսումնասիրեք, թե օրինակ հակակոռուպցիոն կոմիտեն հիմա ունի ինչ-որ նախաձեռնած գործեր, եւ մեկ հարցել տեսեք, որ ասում եք կամ պարգևավճար, իրականում դա պարգևավճար չէ, դա աշխատավարձի բարձրացում է եւ այդ բարձրացումը եղել է առանց բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության մասին օրենքի փոփոխության։ Սա արդյոք խնդրահարույց չէ, որ մեկ որոշմամբ է այդ բարձրացումը եղել, որովհետեւ օրենքում փոփոխությունները պետք է լիներ ազգային ժողովով նախագահի կողմից վավերացման։ Այստեղ դուք խնդիր տեսնում եք, թե ոչ։ Դուք ինքներդ որակում եք տալիս, որ դա եղել է աշխատավարձի բարձրացում։ Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն է ինձ հետ հարցազրույցում ասել, որ դա պարգևավճար չէ, դա աշխատավարձի բարձրացում է։ Ես չեմ կարող մեկնաբանել պարոն Սիմոնյանի ասածները, բայց ամեն դեպքում ես գիտեմ, որ սա պարգևավճար է
Պարգևավճարի համար կա սահմանված կարգ, կառավարության որոշում, սահմանված կարգով հաշվի առնելով նաև կատարողականը պարգևավճարները տրվել են։ Ինչ վերաբերում է առաջին հարցին, թե արդյոք հակակոռուպցիոն կոմիտեն առանց հաղորդման կարող է պրոցեսներ սկսել, այո, կարող է պրոցեսներ սկսել օպերատիվ հետախուզական գործիքակազմի կիրառմամբ, ձեր նշած մի շարք դեպքերում, բայց հիմա այս բանի չեմ կոնկրետացնի եւ չեմ մասնավորեցնի, թե որ դեպքերում մենք մեր օպերատիվ ստորաբաժանումներում սկսել ենք ստուգողական գործողություններ։ Չեմ ասում, քանի որ դա իրենից ենթադրում է նաեւ գաղտնի ընթացակարգ, եթե խոսում ենք օպերատիվ հետախուզական ստորաբաժանումների աշխատանքի մասին, դա իրենից ենթադրում է գաղտնի process, գաղտնի ընթացակարգ, որը երբ որ հասնի իր տրամաբանական ավարտին եւ մենք ունենանք արդեն նախաձեռնված քերական վարույթ, ապա այդ մասին հանրությունը Բայց մեկը կիրակետի։ ասեցիք Սյունիքի մարզպետարանը, որ ստուգողական Ես նկատի ունեմ ոչ բոլոր դեպքերում է, որ այս բանին Պարոն Նահապետյան, ես կոնկրետ ինֆորմացիա օպերատիվ հետախուզական աշխատանքների մասով ասել եմ։ Սյունիքի մասով ասել եմ, քանի որ դրա մասով վտանգ այդ հրապարակման մասով չեմ։ Պարոն Նահապետյան, տեսեք, Իշխանությունը Ձեր պաշտոնին վտանգ հա, որ վարչապետի Պաշտոնին հետ որևէ կապված վտանգ հայտարարի չկա։ Կարեն Նիկոլ Փաշինյանը Լսում եմ ձեզ։ Չեք պատասխանում հարցին։ Ձեր հարցի պատասխան չունի։ Պարոն Նահապետյան, տեսեք, միշտ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանում կոռուպցիա չկա, արմատախիլ է արվել։ Մենք նկատում ենք, որ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող մի շարք գործերով անցնում է նաև իշխանության տարբեր շրջանակներ, այդ թվում է օրինակ Էջմիածնի արդեն նախկին քաղաքապետը, բազմաթիվ անգամներ հակակոռուպցիոն գործողություններ է իրականացրել Երևանի քաղաքապետարանում, պետեկամուտների կոմիտեում։ Հիմա այստեղ հակասություն կա, թե չկա, եւ նաև Էջմիածնի նախկին քաղաքապետը հակակոռուպցիոնում քննվող քրեական գործը համարել է շոու։ Ինչ եք շոու անում ըստ Յաննա Կասպարյանի։ Ես դատավարության մասնակիցների մեկնաբանությունը չեմ պատրաստվում հիմա ինքս մեկնաբանել, դրա համար կա դատական process-ներ, դուք էլ կարող եք այդ դատական process-երին մասնակցել, քանի որ ըստ էության հրապարակային է, եւ յուրաքանչյուր անգամ համոզվեք, թե արդյոք իրավական առումով հակակոռուպցիոն կոմիտեն ճիշտ է մեկնաբանել դեպքի հանգամանքները, թե ոչ, եւ արդյոք ձեր ասացի նման այնտեղ ունենք շոու։ Ինչ է, դա Յաննան է ասել Գասպարյան, ինքն է որակումը տվել։ Եվ երկրորդ հարցը, ինչպես գիտենք, տևական ժամանակ է նպատակ է դրվել իշխանությունը նպատակ է դրել կաթողիկոսին փոխել։ Դուք ինչպես եք վերաբերում այս գործողություններին։ Օրինակ ըստ ձեզ ով է Հայաստանի ով է ամենայն հայոց կաթողիկոսը։ Ես քաղաքական հարցերին չեմ պատասխանում, խնդրում եմ նմանատիպ հարցերից հեռանալ մնալ, նաև եկեղեցու հետ կապված Էջմիածնի հարցերին գանձերն են ուզում տանեն, ինչ է կանելու որպես Եթե ունեք հարցեր, իրավական բլոկի պատասխանատու, ինչպես է կանխելու այդ Էջմիածնի գանձերը չտանեն ստեղից։ ժողովուրդ, եթե ունեք իրավական հարցեր հակակոռուպցիոն կոմիտեին վերաբերելի պատասխանեմ, եթե ոչ ավարտենք հա հարցազրույցը։ Հայկ Օնջորյանի առանձնատան մասով եւս ստուգողական գործողություններ իրականացվում, որ առանձնատուն է ձեռք բերել Աբովյանում շուկայականից ցածր գնով, այս մասով ինչ կա։ Այս մասով եւս ստուգողական գործողություններ ենք կատարում, բարձում ենք թե մյուս սեփականատերերը կոնկրետ ինչ արժեքով են այդ բնակարանները ձեռք բերել, եթե ունենանք ձեր ասած նման էական շուկա տարբերություն գնային պարոն Կոնջարյանի ձեռք բերածի եւ մյուս քաղաքացիների ձեռք բերածի մասով, ապա համապատասխան իրավական գնահատական Հարցը միակ շկալի է շարունակել։ Ես չեմ լսում ձեզ։ Առանձնատունը 2024 թվականին գնվել էր 54 միլիոն դրամով, մինչդեռ նմանատիպ գույքը շուկայական արժեքը մոտ 75.6 միլիոն դրամ է կազմում։ Հիմա այս մասով Կոնջորյանը հրավիրվել է օրինակ ինչ որ ձևով հարցակցում, ինչ կարգավիճակ ունի։ Ինչ է միջև հիմա բացահայտել, որովհետև մեկ ամսից ավել է փաստորեն գործը քննություն է ընթանում եւ ասում եք ստուգողական աշխատանքներ շարունակել։ Գործի քննություն չունենք, մենք ունենք ստուգողական գործողություններ, որի ընթացքում հարցաքննություն չի կատարվում։ Իսկ ձեր նշած շուկայական արժեքը, որ ըստ էության տարբերություն եք ֆիքսել, մենք պետք է պարզենք կոնկրետ կառուցապատողի մասով, թե արդյոք այդ կառուցապատողի մոտ գնային, հա, տարբերակված մոտեցում այս դեպքում կամ մեկ այլ դեպքում ունեցել ենք թե ոչ։ Պարոն Նահապետյան, բայց տեսեք, երբ որ հարցնում ենք ով է ամենայն հայոց կաթողիկոսը, դրա քաղաքական հարցը Ես նորից ասեցի, որ քաղաքական բնույթի եւ չէ, դա քաղաքական հակակոռուպցիոն կոմիտեի Ծափում պատասխանում։ Ժողովուրդ հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթներից չբխող որևէ հարցի այս բանին չեմ պատասխանում։ Ուժեղ Հայաստան կուսակցության այդ ուսման վճարների մասին մի տեսանյութ կար։ Դրա հետ կապված ինչ քայլեր է իրականացրել միջև այս հակակոռուպցիոն կոմիտեն։
Այդ տեսանյութը եւս ուսումնասիրվում է։ Իսկ Քրեական գործ Սյունիքին ասում եք ուսումնասիրվել է, ուժեղ Հայաստանին ասում եք ուսումնասիրվել է, իմ քայլը հիմնադրամի հետ կապված կաշկանդվածություն ինչով է։ Բոլոր դեպքերում ուսումնասիրվում է։ Բավարարված է քարտի պատասխանից։ ուսումնասիրվում, Այո, բոլոր դեպքերում ուսումնասիրվում է։ Պարոն Նահապետյան, դուք ասացիք, որ մեր մամուլից Հիմնադրամի տնօրենը խնդիրների հետ մասին խոսել է։ նյութեր ուսումնասիրություն դարձրեք։ Վերջին շրջանում շատ այսպես հիմնախնդիր է դարձել քաղաքապետարանի արած գուցե առաջին հայացքից տպավորություն ստեղծվի, որ ձեր ոլորտին չի վերաբերում, բայց խոսում այն մասին, որ բավականին այսպես կոռուպցիոն երևույթներ կան, անորակ գործ է արվել եւ այլն, այսինքն մարդիկ քաղաքացիները հարկերը վճարել են ու այսպես ասֆալտին են տվել, ջրին են տվել եւ այլն։ Այս մասով հակակոռուպցիոն կոմիտեում Երևանի քաղաքապետի կամ այլ աշխատակիցների պատասխանատուների մասով խնդիր չի տեսնում, որ այսպես անորակ աշխատանքի արդյունքում մեր հարկատուների գումարները պարզապես մսխվում են։ Ես հիմա չեմ կարող հիշել թե ձեր ասածը կոնկրետ որտեղի մասով է, բայց մենք բազմաթիվ քերական վարույթներ ունենք, երբ որ անորակ շինարարության, ճանապարհաշինության, դպրոցաշինության եւ այլնի հետ կապված ունենք նախաձեռնված վարույթներ, ունենք կոնկրետ քերական հետապնդումներ եւ նույնիսկ ունենք ավարտված, դատարան ուղարկված քերական վարույթներ, այսինքն այս դեպքում մենք ապացույցների համակցությունը գնահատելով կոնկրետ քերական հետապնդումներ ենք գնում կամ գնահատում ենք, որ հիմքեր չունենք քերական հետապնդումների։ Յուրաքանչյուր դեպքում նորից եմ ասում, իր առանձնահատուկ հանգամանքներով պայմանավորված համապատասխան իրավական որոշումներ։ Հիմա քանի որ շատ առանձնահատուկ էր այս պատմությունը, դա կարող է ուսումնասիրության առարկա դառնալ այն նախորդները, որ ասում եք կա։ Ես ձեր նկարագրած դեպքը չկարողացա մտաբերել, դրա համար հարցին հստակ չպատասխանեմ։ Քանդված են եւ աղմուկը դա է, որ փոսերը եւ այլն ամբողջ խնդիր, ձեր մեքենա չի այսպես այդ խնդիրը չի արել։ Ոչ մեծ չի, գործընկերս է։ Այսինքն այս աղմկահարույց, այս ասֆալտապատման, այսպես ակնարկում են փողերի լվացման մասին։ Այսինքն ով է կերել ասֆալտը Երևանի, այլ խոսով կներեք։ Աղն է կերել։ Իսկ հնարավոր չի, որ բնական պայմաններում այդ ասֆալտի վրա փոսեր առաջանան։ Չէ, անգամ ավելի Քաղաքապետը ասում է վիտում առանց վիտումի ասֆալտ է։ Եթե ունենում են կոնկրետ ճանապարհահատված, ես չասեմ ամբողջ քաղաքի մասով, եթե ունենում են կոնկրետ ճանապարհահատված ու ունենում ենք անորակ աշխատանք, այս դեպքերով բնականաբար ուսումնասիրություններ կատարվում են եւ կունենան քերական վարույթներ ու քերական հետապնդումներ, բայց ես չեմ կարող ասել որ ճանապարհահատվածի մասին է խոսքը։ Եվ խնդրում եմ վերջին հարցադրումը որպեսզի ավարտվի։ Վերջերս մեղադրանք առաջադրվեց Վալերի Ոսիպյանին եւ Ռոբերտ Մելքոնյանին, եթե ճիշտ եմ հիշում։ Հնարավոր է առաջիկայում այլ մեղադրյալներ եւս ներգրավեն այս գործով, կան անձինք, որոնց հարցաքննությունները դեպի այդ սցենարն են տանում եւ ի վերջո իրավապահները այդ հավաքները ցրելու եւ այլ այդ գործողությունների համատեքստում փաստորեն սա այստեղ տեսան հանցագործություն։ Այդ նույն տրամաբանությամբ բազմաթիվ ակցիաներ են եղել 18-ից հետո էլ այնտեղ ոչ մի մեղադրանք չկա, այդ թվում նաեւ սրբազան շարժման հավաքը, որ տեղի ունեցավ վերջինը նաեւ միջադեպ գրանցվեց Բաղրամյան եւ Դեմիրճյան կոմիտեում խաչմերուկներում, սրանք արդյոք տարբերակված մոտեցման օրինակ չի, որ մի դեպքում այսպես Որ դեպքում ենք ունեցել խոշտանգում եւ զոհեր ձեր նշած։ Զարյան 3 որդիր Իմ ասածը նրանում է, որ մենք ունենք տարբեր դեպքեր եւ տարբեր դեպքերով տարբեր իրավական գնահատականներ։ Այդ թվում նաեւ վարույթներով անցնող անձանց նկատմամբ երբ որ քերական հետապնդումներ են նախաձեռնում, դրանցում գնահատում է ապացույցների համակցությունը, եթե ունենք համակցություն, ապա քերական հետապնդումների ենք գնում։ Եվ անցնելով ձեր մյուս հարցին, թե այո, արդյոք կունենանք նոր մեղադրյալներ, այո, առաջիկայում մենք կունենանք նոր մեղադրյալներ, որի մասին հանրությունը կիրազեկվի։ Ես կոնկրետ չասեմ որ դրվագով, բայց կունենանք մեղադրյալներ։ Վերջին հարցը խնդրում եմ եւ սահմանափակենք։ Գործ, որը օրինակ առնչվում է Գարեգին Երկրորդին, ունեցվածքին կամ Ոչ, հակակոռուպցիոն կոմիտեում նման գործ չկա։ Ստեսություն ձեր շնորհակալություն։